Դրանց պաշտպանությունը նախատեսված է նաև մեր այդ ոլորտի օրենսդրությամբ։ Բայց միկրոֆոնները աշխատում են, այդ նորմալ է։ Հատուկ էին արել, որ այս հարցին չպատասխանեմ։ Բայց մեկը կպատասխանեմ, եթե դուք ինձ տեսնում եք, ես եմ խոսում դեռևս։ Գիտեք, ակադեմիական քաղաքի իրականացման շատ կարևոր առանձնահատկությունը որն է, որ մենք չենք փորձում կաբինետներում ինչ-որ մեկի ճաշակով որոշումներ կայացնել։ Մեր յուրաքանչյուր որոշում հիմնվում է մասնագիտական շատ լուրջ աշխատանքի վրա։ Ընդ որում ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ընթացքում մենք մի շատ պարզ բան ընդունում ենք ի գիտություն, որ կա շատ բան, որի փորձը մենք չունենք, եւ պետք է նաեւ այդ փորձի ուսումնասիրության ճանապարհով գնանք եւ այդ մասնագիտական կարողությունները ներգրավենք եւ գույքերի կառավարումը բացառություն չի։ Մենք ներգրավել ենք առանձին, ուրեմն համապատասխան փորձառություն ունեցող ընկերությունների, որոնց հետ միասին հիմա ուրեմն խորածավալ վերլուծություն է արվում, որովհետև դուք ասելով բուհական եւ գիտական համակարգ պատկերացնում եք կոնկրետ մի քանի շենք, իսկ մենք գույքագրել ենք ամբողջը եւ դա ահռելի տարածքներ են, ընդ որում ոչ միայն շենքեր։ Օրինակ մեր ագրարային համալսարանը, եթե չեմ սխալվում, մոտ 1000 հեկտար մենակ տարբեր տեղերում ունի նաև հողակտորներ, որոնք որոշ դեպքերում ունեն շատ խիստ հիմնավորվածություն, օրինակ այդ բնակլիմայական եւ աշխարհագրական պայմաններում կոնկրետ մշակաբույսերի, կոնկրետ գործունեության ծավալումն է, որը նաև ագրարային ոլորտի կրթության համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այս պատասխանը ձեզ տալիս եմ, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է, քան դուք ներկայացնում եք։ Եվ մեր բուհական ու գիտական համակարգի ներքո գտնվող գույքերը ընդհանրապես մի մասով է, որ հանրային առումով տեսանելի են, բայց այն, որ մենք գտնելու ենք դրա կառավարման լավագույն մոդելը եւ դա անելու ենք մեր ուրեմն գործընկերների աջակցությամբ, դա կարող եմ ձեզ վստահեցնել եւ ելի եմ ասում, այդտեղ այն իրավիճակը, որ մենք ունենալու ենք, միայն զարգացման է տանելու, ոչ թե հակառակը։ Որևէ մեկը նպատակ չունի ինչ-որ շենք ծախել։ Կներեք, դրա համար պետք չէր ակադեմիական քաղաքի ծրագիրը գրել եւ մտնել այս մեծ ածավալ բարեփոխման մեջ։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է, որ դադարենք այդ նպատակադրումները վերագրել այս բարեփոխմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, եւ հենց ժամը 2-ին է ընդմիջում է, գնանք ընդմիջվենք։